Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս Բուն TV-ի եթերում սկսում ենք Բուն բանավեճ հաղորդաշարը։ Ողջույն Աննա, ողջույն թանկագին հյուրեր, ունկնդիրներ, Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ 4 հոգի, այսօր 4 փորձագետներ քննարկելու են Հայաստանին վերաբերող կարևոր թեմաներ։ Թեմաներ, որոնց կարող են մասնակցել նաև մեր հեռուստադիտողները։ Հիշեցնենք Սարգիս, որ մեր հեռուստադիտողները կարող են այցելել Բուն TV-ի սոցիալական հարթակներ, Facebook եւ Instagram, այնտեղ կտեսնեն մեր հաջորդ հաղորդման թեման եւ մեկնաբանություններում կարող են գրել իրենց հարցերը, մեկնաբանություններն ու կարծիքները։ Այո, ընդհանրապես հարկավոր է ակտիվ լինել Բուն TV-ի սոցիալական էջերում եւ այսօր մենք պատրաստվում ենք քննարկել TRIP-ը, հատկապես Միացյալ Նահանգների փոխնախագահ Երևան եւ Բաքու կատարած այցերից հետո այս թեման կարծես լրացուցիչ նշանակություն է ձեռք բերել, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համար, այլ ընդհանրապես տարածաշրջանի ինչ հնարավորություններ, ռիսկեր է այն ստեղծում Հայաստանի համար, բայց նաև հարևան երկրների։ Ներկայացնենք մեր հյուրերին քաղաքագետներ Սերգեյ Մինասյան, Էդգար Վարդանյան, Սամվել Մելիքսեցյան եւ Յուրի Մովսեսյան։ Մեր բանավեճը ունի հստակ կանոններ, Աննա, խնդրում եմ ներկայացրեք այն։ Նախ եւ առաջ, մինչ փուլերին անցնելն ու կանոնները ներկայացնելը հուշում անեմ, մեր հաղորդման շրջանակներում խոսողին ընդհատող, միջամտող եւ այլ կերպ քաղաքակիրթ բանավեճը խանգարող մասնակիցը 2 անգամ նախազգուշացում կստանա, իսկ երրորդի դեպքում կզրկվի հաղորդմանը մասնակցելու հնարավորությունից։ Բայց եթե լինեն անձնական վիրավորանքներ, ապա միանգամից առաջին իսկ նախազգուշացումը կլինի վերջնականը։ Այո, մենք սկսում ենք առաջին փուլի կանոնները հետևյալն են, յուրաքանչյուր մեր հյուրերից յուրաքանչյուրը կստանա 1 հարց եւ ունի 3 րոպե ժամանակ այդ հարցին պատասխանելու համար։ Թերևս սկսենք ձեզնից, պարոն Վարդանյան։ Տեսեք, TRIP-ը ինքը ըստ էության տնտեսական նախագիծ է, բայց հատկապես Հայաստանում քննարկվում է նրա անվտանգային կողմը, թե անվտանգության առումով Հայաստանի համար ինչ խնդիրներ գուցե հնարավորություններ է ստեղծում։ Դուք ինչ կարող եք ասել։ Քննադատները նախագծի ասում են, որ գիտեք, TRIP-ում ներգրաված չեն Ռուսաստանը, Իրանը եւ այն լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Կողմ հանդես եկողները այլ կարծիքի են։ Դուք ինչ կարող եք ասել։ Գիտեք, նախ երևի հետևյալը պետք է ասել, որ TRIP-ը ըստ էության դա տարածաշրջանային պրոյեկտ է, բայց TRIP-ը իրականացվում է Հայաստանի տարածքում եւ բնականաբար այս ամեն ինչը տեղի է ունենում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման կոնտեքստում։ Եվ վերջի վերջո Ադրբեջանն է նաեւ TRIP-ի միջոցով կարողանալու, այսպես ասած, իր մայրցամաքային տարածքից գնալ դեպի Նախիջևան։ Եվ այստեղ սա է կարևորը, որ գիտեք, մենք կարող ենք ասել, որ տարբեր պետություններ չկան այս նախագծում, բայց պետք է հիշենք, թե ում է վերաբերում սա, եւ նաեւ պետք է հիշենք, թե որ պետության ըստ էության եւ վկայության եւ միջնորդության արդյունքում է, որ մենք ունենք այս ամեն ինչը։ Այո, բայց արդյոք այդ նախագիծը վերաբերում է միայն Հայաստանին, պարոն Վարդանյան։ Ինչպես։ Արդյոք այդ նախագիծը վերաբերում է միայն Հայաստանին։ Իհարկե ոչ։ Հետևաբար արդյոք Բայց այդ նախագիծը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ TRIP-ը հենց Հայաստանի Հանրապետության տարածքում է գործելու։ Այլ բան, որ TRIP-ի արկայության պարագայում ըստ էության եւ տարածաշրջանի եւ ոչ միայն տարածաշրջանի երկրներ ստանում են նոր ճանապարհ, ստանում են տարբեր ճանապարհները միացնելու համար որոշակի կարևոր օղակ։ Բնականաբար, այստեղ բոլորն էլ կարող են շահել, այսինքն իրենք կարող են միանալ, այսպես ասած, ստանալ ճանապարհ եւ, այսպես ասենք, լայն առումով միանալ այդ պրոյեկտին, ոչ ուղղակիորեն բնականաբար, անուղղակիորեն օգտվելով այդ ճանապարհից, շահույթներ ունենալով այդ ճանապարհից, ուրեմն անցնելուց եւ այլն եւ այլն։ Եթե փորձենք իմի բերել, դուք կարծում եք ճանապարհ չէ։ Մենք գիտենք, որ խոսքը նաեւ էլեկտրահաղորդակցման մասին է, խոսքը նաեւ ուրեմն այստեղ գազամուղ կարող է կառուցվել եւ այլն եւ այլն։ Ինտերնետային ուրեմն կապ եւ գիտեք ինչ, այստեղ ամենակարևորը էլի վերադառնանք նրան, որ վերջի վերջո վերադառնանք անվտանգությանը։ Այո, վերջի վերջո սա
Միացյալ Նահանգներ, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հայաստան միջպետական համաձայնության արդյունք է եւ Միացյալ Նահանգներ Հայաստան կոնսորցիում է ձևավորվում եւ Միացյալ Նահանգներն է լինելու այն հիմնական ներդրողը եւ բնականաբար այդ ներդրումների կարիք մենք ունենք եւ բնականաբար Միացյալ Նահանգների արկայությունը այստեղ տնտեսական արկայությունը, բայց նաեւ սա ըստ էության կարելի ասել աշխարհաքաղաքական արկայություն է, նպաստելու է խաղաղության ամրապնդմանը, նպաստելու է կայունությանը եւ ընդհանուր առմամբ կայունության ամրապնդմանը, որովհետեւ Միացյալ Նահանգները եթե ներգրավում են նման բանի մեջ, բնականաբար ինքը նաեւ շահույթներ է ստանում եւ բնականաբար իր ներդրումները պաշտպանելու համար անհրաժեշտ է այստեղ ուղղակի որ լինի խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն։ Պարոն Մովսիսյան, պարոն Վարդանյանը խոսեց ըստ էության դրական այն զարգացումների մասին, որ կարող է բերել այս ծրագիրը։ Խոսենք նրա մասին, թե ինչ խոչընդոտներ կարող է ստեղծել եւ ինչ է վերցնում Հայաստանից, այսպես ասած, որովհետեւ գիտենք, որ ծրագրի քննադատները խոսում են ինքնիշխանության նվազման մասին Հայաստանի դիտանկյունից, ձեր կարծիքը։ Մինչև օգոստոսի 8-ը եւ օգոստոսի 8-ից հետո, մինչև TRIP նախագծի իրականացման շրջանակը բազմաթիվ քննադատություններ կային, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնում է ու միջանցք տերմինին զուգահեռ նաեւ մեկ ձևակերպում էր դրան ավելացում արտատարածքային միջանցք եւ բացի այդ նաեւ շեշտում էր, որ տարածաշրջանային դերակատարները զրկվում են այդ կարևոր տարածաշրջանում հաղորդուղիներում մասնակցությունից եւ այլն, բայց հավելելով պարոն Վարդանյանի խոսքը, TRIP ունի բազմաթիվ շահառուներ, բայց այն հայ-ամերիկյան կառավարման ներքո է գտնվում։ Այսինքն այն պնդումը, որ նոր դերակատարներ պետք է այստեղ ներգրավեն, այստեղ պետք է որոշակի մանրամասներ ներկայացնել, ինչը դա իրենից ենթադրում։ Եթե նկատի ունեն, որ այդ դերակատարները պետք է մասնակցություն ունենան կառավարմանը, ապա սա արդեն հակառակ պատկերացում է բերում, որ Հայաստանի ինքնիշխանությունը մի քանի անգամ նվազելու է։ Որտեղ մենք տեսնում ենք, որ քննադատներից ոմանք նաև նշում են բաժնեմասերի բաշխվածության մասը, բայց այստեղ կարևորը ոչ թե բաժնեմասերի բաշխվածությունն է, այլ որ Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը 90%-ով պահպանվում է երթուղու նկատմամբ։ Իսկ 10%-ի հետ ինչ է լինում։ Այդ 10%-ը հիմնականում ես վերապահումներ ունեմ փոխադարձության սկզբունքից ելնելով, այսինքն ասում են, որ այդ TRIP-ի երթուղու վրա դրսևորվող ընթացակարգերը չեն կիրառվի, օրինակ Ադրբեջանի միջոցով անցնող։ Ժամանակ ունենալու ենք անդրադառնալ, շնորհակալություն։ Շնորհակալություն, Աննա, պարոն Մելիքսեսյան, տեսեք, այս նախագծի այսպես սուր քննադատները ասում են, գիտեք, սա թուրքական նախագիծ է։ Թուրքիան Հայաստանի հարավով, ընդ որում այստեղ հարցեր են իրենք բարձրացնում Հայաստանի ինքնիշխանության հետ կապված, անխոչնդոտ մուտք է ստանում դեպի Ադրբեջան կամ հակառակը, որից հետո դեպի Կենտրոնական Ասիա, խնդրեմ, դուք իրականացնում եք թուրքական նախագիծ։ Ինչ կարող եք ասել։ Գիտեք, իհարկե, եթե մենք նաև սկսենք այդ տիպի փաստարկներին անդրադառնալ, իմ կարծիքով դա անիմաստ է։ Բայց պետք է անդրադառնանք։ Նայեք, Թուրքիան հիմա ունի Ադրբեջանի հետ կապնվելու հնարավորություն Վրաստանի տարածքով, որում մի քանի տարբեր տարբերակներ, ավտոմոբիլային, երկաթուղային։ Այո, բայց այնտեղ կներեք անխոչնդոտ մուտքի հնարավորության մասին, ես չեմ հիշում, որ ինչ-որ բան գրված է Կարս-Ախալքալակ երկաթուղու պարագայում։ Քանի որ Կարս-Ախալքալակ երկաթուղին նաև ադրբեջանական, այսպես ասած, կազմակերպության կոնցեսիայի տակ է գտնվում եւ նաև Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բավականին դրական են, գիտեք, այստեղ խնդիր չկա Թուրքիայի ֆիզիկական կապը ապահովել Կենտրոնական Ասիայի հետ եւ ես չեմ կարծում, որ այն կարգավորումները, որ լինելու են TRIP-ի դեպքում, էականորեն տարբերվելու են, առավել եւս մենք այստեղ ունենք նաեւ, եթե մենք խոսում ենք ճանապարհները, ունեն սահմանափակ թողունակություն եւ եթե մենք ենթադրում ենք, ասենք, տասնյակ միլիոնավոր տոն բեռների փոխադրում այդ ճանապարհով, անհնար է մի ճանապարհով փոխադրել, խոսքը գնում է ասենք Կարս-Ախալքալակի մասին, այլ երկաթուղիների մասին, այսինքն այստեղ կան օբյեկտիվ սահմանափակումներ։ Եթե մենք խոսում ենք քաղաքական կարգավորումների մասին, իհարկե եթե լիներ էքստերիտորիալ միջանցք, այս մտավախությունները գուցե ավելի տեղին լինեին, բայց TRIP-ը այնուամենայնիվ ունի ավելի հստակ կարգավորումներ, որոնք տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Այստեղ ես համաձայն եմ իմ գոլեգայի հետ, որ շատ կարեւոր է նաեւ փոխադարձ
այդ առավելությունների սկզբունքը ինչ տեսք է ունենալու Հայաստանի համար, որովհետև աշխարհագրորեն մեզ համար գուցե նույնպես շատ կարևոր է կապնվել Հայաստանի հարավի հետ Նախիջևանի տարածքով եւ եթե ժամանակային աշխարհագրական առումով ասենք Իրանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ գրեթե նույնն է թե ինչպես նաեւ Հայաստանի, առավել եւս եթե իրենք կառուցեն այդ նոր կամուրջը Աղբեն Քալալե հատվածում մենք մոտ 2-3 անգամ տարբերություն է Հայաստանի տարածքով կապնվել Մեղրիի հետ, ասենք, ու Նախիջևանի տարածքով, բեռնափոխադրումների համար Նախիջևանի տարածքը նաև զգալիորեն մեծ ավելի առավելություններ ունի։ Ես ուզում եմ նաև նշել, որ ինչ զարգացումներ լինեն սահմանների հետ կապված, սահմանների բացելու հետ կապված, Թուրքիայի եւ Ադրբեջանի ամենաօպտիմալ կապը տարածաշրջանում ասում է Հայաստանի տարածքով։ Սա աշխարհագրության այսպես ասած թելադրանքն է եւ կան խնդիրներ, որտեղ մենք Թուրքիայի հետ ունենք ավելի ընդհանուր շահեր, քան ասենք Վրաստանի հետ։ Նայեք, եթե ինչ որ մի բեռ մտնում է Ադրբեջանի տարածքով Վրաստան, վրացական կողմը շահագրգռված է, որ ինքը ուղղվի դեպի Սևծովյան նավահանգիստներ եւ այնտեղից մենք գիտենք Անակլիա այդ նավահանգիստի շինարարությունը, որ մոտ 100 միլիոն տոն թողունակությամբ խոշորագույն կառույցը լինելու Սևծովյան ավազանում ամբողջ ամենախոշոր նավահանգիստն է լինելու եւ տարօրինակ կլիներ, եթե Վրաստանը ուղղեր այդ բեռները դեպի Թուրքիա։ Իսկ եթե ինչ-որ մի բեռ մտնում է Հայաստանի տարածք, ասենք հարավով, հյուսիսով, այլ հատվածներով, ինքը անխուսափելի պետք է գնա Թուրքիա, որովհետեւ դա աշխարհագրության թելադրանքն է եւ այս իհարկե կա կոնֆլիկտից ժառանգված ինքնություն եւ որոշակի իներցիա եւ սա նաեւ պահպանվում է բոլոր կողմերի մոտ եւ թուրքական եւ հայկական եւ ադրբեջանական Բայց կարծում եմ, որ այն կարգավորումները, որ մենք ունենք TRIP-ի հետ կապված, եւ այն ներգրավվածությունը, նաեւ ԱՄՆ մասնակցությունը, եւ ԱՄՆ-ն ունի սեփական օրակարգը այս նախաձեռնության մեջ, որը արտացոլվում է օրինակ Ադրբեջանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում, որտեղ TRIP-ը դիտարկվում է Կենտրոնական Ասիայի հետ կապնվելու նաեւ կարևոր միջոց ԱՄՆ-ի համար, հազվագյուտ հողային մետաղների արտահանման եւ այլն, Այստեղ մենք ունենք տարբեր կողմեր, որոնք ունենք տարբեր շահեր այս գործընթացի մեջ, հա, ձևաչափի մեջ, եւ ես կարծում եմ, որ այն այլընտրանքները, որ մենք ունեցել ենք նախկինում եւ որոնք հնարավոր են, տարբեր լուծումներ, որ եղել են ընդհանրապես 2021 թվականից, կարծում եմ ավելի օպտիմալ լուծում մենք հավանաբար չունենայինք այլ պայմաններում եւ սա Հայաստանի համար այդ համատեքստում ես հնարավորություն եմ դիտարկում։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, խոսեցինք աշխարհագրության թելադրանքից, տարածաշրջանի տարբեր երկրների տարբեր շահերից։ Մի կողմից կարծես թե ակնհայտ է, որ Թուրքիայի համար շահեկան ծրագիր է, Կենտրոնական Ասիայի երկրները շահագրգռված են այս ծրագրում, արևմտյան երկրները նույնպես աջակցում են, բայց ունենք Իրանի ու Ռուսաստանի առնվազն զուսպ արձագանքները եւ կարծես սպասողական տրամադրությունները։ Կարող է ստացվել այնպիսի մի իրավիճակ, երբ այս ծրագիրը դառնա բախման կետ կամ կիզակետ։ Համենայն դեպս իմ կարծիքով այս քաղաքական շրջանում կարճաժամկետ հեռանկարում դժվար թե մենք կարող պատկերացնենք, որ Ռուսաստանը, որը որ այս պահին բավականին լուրջ ներգրաված է ուկրաինական ճգնաժամի մեջ, ուկրաինական ճգնաժամի միջոցով նաև աշխարհակաղակական գլոբալ մակարդակի հակամարտության մեջ է Եվրամիության եւ նաեւ Միացյալ Նահանգների հետ ռեսուրսներ ունենա ոչ միայն TRIP-ի մասին, այլ ընդհանրապես ես բավականին կասկածում եմ, որ մոտակա ժամանակներում Ռուսաստանը որևէ ձևով ակտիվ գործունեություն կարա իրականացնել ընդհանրապես Հարավային Կովկասում։ Իրանի դեպքում մենք տեսնում ենք ինչ զարգացումներ, բավականին մտահոգիչ ռազմաքաղաքական զարգացումներ շարունակվում են եւ այստեղ նույնպես կարծում եմ խնդիրը ոչ թե ցանկությունն է կամ նպատակը, այլ ռեսուրսների բավարարությունը ինչ որ մի ձևով ասենք արձագանքել, որտեղ հասկանալի է, որ Իրանի համար կարևոր չի ինչ ձևակերպումով է հայկական կողմը փորձում ներկայացնել այս ծրագիրը, այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները եւ ինֆրաստրուկտուրային, եւ քաղաքական, եւ տնտեսական առումով ստանում են ինչ որ լուրջ հնարավորություններ Իրանի համար միշտ ասենք պատուհան դեպի արտաքին աշխարհ հանդիսացող Հայաստանում դա կարող մտահոգիչ լինի, բայց մյուս կողմից նաև մենք տեսնում ենք, որ բոլոր հնարավոր ասենք հարթակներում հայկական կողմը փորձում է ներկայացնի իր մոտեցումները, կարծում եմ միգուցե ոչ լիովին համոզիչ են, բայց այն հանգամանքը, որ
ինչքան որ ես գիտեմ, նախատեսվում է նաև նոր հերթական փաստաթուղթ Հայաստանի եւ Իրանի միջև ստորագրել, որը որ կրկին ռազմավարական համագործակցության մասին է, որը որ միգուցե իր մեջ չներառի անվտանգային բաղադրիչները, բայց բավականին ակտիվ միգուցե տնտեսական առևտրային էլեմենտներ ներառի, միգուցե խոսում է նրա մասին, որ համենայն դեպս իրանական կողմը բաց է հայկական այդ մոտեցումների ընկալմանը, չնայած որ նաև հասկանալի է, որ Իրանը այն երկիրն է, որտեղ որ մոտեցումները հատկապես անվտանգային հարցերի շուրջ, հատկապես անվտանգային հարցերի շուրջ, որոնք որ կապված են եւ տարածաշրջանային եւ գլոբալ մրցակիցների, Միացյալ Նահանգների դեպքում բավականին տարբեր կամ իրարամերժ են լինելու եւ մենք գիտենք, որ նաեւ այդ անվտանգային խնդիրների շուրջ Իրանում տարբեր այդ պայքարը տարբեր դերակատարների մեջ մշտական շարունակում է։ Բայց այս պահին ինձ թվում է, որ որոշ չափով ավելի զուս մոտեցումը Իրանի կողմից ավելի միգուցե այս պահին ավելի ակտիվ գործակցվում է, բայց կրկնում եմ Իրանի հետ խոսելիս նաև ամենակարևորը, որ մենք պիտի հաշվի առնենք, որ Իրանի համար կան անվտանգային գերակայություններ եւ այդ բոլոր անվտանգային գերակայությունների ուղղությամբ ռեսուրսներ միանշանակ տարբեր շրջաններում Իրանը ի վիճակի չի անելու։ Չնայած որ հասկանալի է, որ մերձավոր արևելքում այդ արտաքին անվտանգային շերտի, ասենք թուլացումը, Հեզբոլլա, Սիրիա, շիիտական այդ օղակի թուլացումը որոշ չափով կարելի ասել միգուցե ավելացնում է նաև հարավային Կովկասի նշանակությունը Իրանի վրա, բայց ես չեմ կարծում, որ Իրանը ցանկանում է ավելի անվտանգային ներգրավի եւ ռեսուրսներ ինչ որ մի ձևով բաշխի մի տարածաշրջանում, նույնիսկ եթե խոսքը գնում է իր գլոբալ հակառակորդի դիրքերի ուժեղացման մասին։ Շնորհակալություն հարգելի հյուրեր, այսպեսով մեր առաջին փուլը ավարտվեց, թեև վստահ եմ, որ հարցերն ու դիտարկումները դեռ մնացել են, որոնք դեռ կարող եք բարձրաձայնել երկրորդ փուլի շրջանակներում, որի կանոնները կներկայացնի Սարգիսը։ Այո, մեր երկրորդ փուլի ժամանակ, հարգելի փորձագետներ, դուք հնարավորություն ունեք հարցեր ուղղել միմյանց, բայց յուրաքանչյուր հարցի համար նախատեսված է 30 վայրկյան, պատասխանի համար 3 րոպե եւ պատասխանից հետո դուք կունենաք նաև ռեպլիկի հնարավորություն, Աննա։ 30 վայրկյանի շրջանակներում։ Անցնում ենք երկրորդ փուլին։ Եվ իդեպ, մինչ անցնելը, եթե հարցեր կոնկրետ որևէ մասնակցի չունեք, կարող եք բարձրաձայնել հարցեր, որոնք կարծում եք, որ նույնպես արժանի են քննարկման առարկա դառնալու։ Խնդրեմ, պարոն Մինասյան, այս անգամ ձեզնից սկսենք։ Շնորհակալություն, դե երևի պարոն Մելիքսեթյանին ես իմ հարցը ուղղեմ։ Պարոն Մելիքսեթյան, ես հասկանում եմ, որ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությունը ձեր ներմասնագիտական թեման չի, բայց եթե մենք դիտարկենք, որ ներկայիս Միացյալ Նահանգների ադմինիստրացիան որևէ խնդիրներ ունենա ներքաղաքական ընտրական գործընթացներում, ձեր կարծիքով Տրամպի նախագիծը այդ կայունությունը կպահպանի, եթե ինչ-որ փոփոխություններ կամ ներքին խնդիրներ լինեն Տրամպի ադմինիստրացիայի համար եւ գերակայությունները փոխվեն եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես նաեւ ավելի լայն շրջանակներում։ Պարոն Մելիքսեթյան։ Գիտեք, այստեղ իհարկե մեր բոլոր կարծիքները լինելու են որոշակի, այսպես ասած, ենթադրությունների համատեքստում, բայց ես կարծում եմ մենք ունենք մի քանի նախադրյալներ, որպեսզի մտածենք, որ այնուամենայնիվ այս գործարկը շարունակական է լինելու։ Դրանցից մեկը այն է, որ նախկին տրամաբանությունը, դուք գիտեք, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին խարճան կնքվեց նախկին վարչակազմի օրոք, եւ ինքը փաստորեն մենք ունենք բազմաթիվ մտավախություններ, որ այս գործընթացը չի զարգանա Թրամփի օրոք, ինքը ավելի մեծ թափ ստացավ եւ մենք տեսնում ենք, որ գործնական եւ սա ավելի ինստիտուցիոնալ, ես կասեի, գործընթաց է։ Երկրորդը թրիփը եւ ընդհանուր այն զարգացումները, որ մենք ունենք տարածաշրջանում, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումը, դեբլոկադան, բերում են Կենտրոնական Ասիայի հետ ալտերնատիվ ճանապարհների ստեղծման, ընդհանուր առմամբ Ռուսաստանի դիրքերի թուլացման այս տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում, ես կարծում եմ, որ այս օրակարգը բավականին շահավետ է եւ ավելի հետաքրքրված են նույնիսկ դեմոկրատները եւ ապագա դեմոկրատական վարչակազմը, որ կարող է լինել ԱՄՆ-ում։ Երրորդը, ես կարծում եմ նաեւ, որ այնուամենայնիվ այստեղ այս պայմանավորվածությունը եւ իրենց մակարդակը եւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը իսկապես արդեն որոշակի ինքնուրույն նաև իներցիայի հնարավորություն է ստացել եւ շահավետ են լինելու եւ հետեւաբար
երկարաժամկետ առումով կարծում եմ, որ սա շարունակական բնույթ է կրելու հենց իմ նշած այդ գործոնների պատճառով, իսկ ես հնարավորություն ունեմ նախկին նաև հարցերին անդրադառնալ Ձեր թուրքական աշխարհի հետ։ հարց տալու ժամանակի ընթացքում կարող եք նաև այդ դիտարկումները անել։ Okay, շնորհակալ։ Պարոն Մինասյան, իսկ դուք 30 վայրկյան ժամանակ կարող եք ունենալ արձագանքի համար։ Եթե իհարկե ցանկանում եք։ Չէ, ես շնորհակալություն եմ ուզում հայտնեմ։ Ձեզ գոհացրեց պարոն Մելիքսյանը։ Իրականում մենք պիտի հասկանանք, որ շատ դժվար է անել կանխատեսումներ հատկապես ապագայի մասին եւ կանխատեսումներ մի գործընթացի շուրջ, որը իր մեջ ներառում է եւ շատ լուրջ ներքաղաքական, ասենք, կտրվածք Միացյալ Նահանգների հետ կապված եւ նաեւ աշխարհակաղական այդ զարգացումների համատեքստում։ Բայց ընդհանուր առմամբ, այո, ես բավարարված եմ, որովհետեւ ինտելեկտուալ այն մոտեցումները, որոնք որ պարոն կարծում եմ բավարար է։ 30 վայրկյանը չի բավարարի, բայց պարոն Մելիքսյանի պատասխանը գովելու համար, պարոն Վարդանյան։ Կուզենայի պարոն Մինասյանին հարց տալ, այ օրինակ ինչ եք կարծում պարոն Մինասյանի, եթե պատկերացնենք հետևյալ սցենարը, որ Ռուսաստանը վերականգնվում է պատերազմից հետո, հա, եւ ըստ էության ձեռք է բերում լավ, այսպես ասենք, մարզավիճակ։ Այս պարագայում այնուամենայնիվ արդյոք Ռուսաստանը շահագրգռված կլինի այս կամ այն ձևով խոչընդոտել թրիփի իրականացմանը։ Եվ եթե այո, իրականում գործիքներ ունի խոչընդոտելու։ Նախ կարծում եմ առանցքային այստեղ թե մենք պիտի հասկանանք թե ուկրաինական պատերազմը ինչ կարգավիճակով եւ ինչ ստատուսով ավարտվի, որովհետեւ դրանից է կախված բնականաբար այդ ձեր նշած տարբերակների հավանականությունը եւ ռեսուրսները։ Մի բան է, եթե կոպիտ ասած ստատուս կվոյի կարգավիճակով սառեցվի, եւ այդ դեպքում Ռուսաստանը եւ քաղաքական առումով եւ ռազմական եւ ներքաղաքական առումով բավականին զբաղված կլինի այդ վերքերը վերականգնելու։ Մի բանը, եթե ինչ-որ վճռորոշ հաղթանակ լինի եւ այդ դեպքում կարծում եմ խնդիրը ոչ միայն ռեսուրսները եւ ցանկությունն է, հասկանալի է, որ եվրոպական մարտահրավերում ամենամեծ աշխարհակաղական հակամարտության ավարտը, եթե դա լինի հաղթանակած, դա կանդրադառնա ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև ընդհանրապես հետխորհրդային տարածքում եւ գլոբալ կտրվածքով եւ հակառակը հասկանալի է, որ բացասական, ասենք, ռազմական գործողությունների ավարտը Ռուսաստանի համար դա նույնպես կարա ստեղծի եւ կհամանափակի Ռուսաստանի, ասենք, հնարավորությունները, բայց նաեւ նոր ասենք անվստահության խնդիրներ կստեղծի Ռուսաստանի եւ իր հարևանների միջով։ Բայց նաեւ վերադառնալով ավելի, ասենք, հիպոթետիկ ձեր տարբերակին, նաեւ նույնպես շատ կարեւոր էր, որ դուք նշեցիք ցանկություն կունենա թե չէ, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի որոշ փորձագիտական եւ հասարակական քաղաքական դաշտի ներկայացուցիչների մոտեցումներին, որ այո, նշում են, որ այո, Ուկրաինա միգուցե շատ հատուկ кейս է, շատ հատուկ ինչ-որ խնդիր է, բայց Ռուսաստանը նույն ձևով ոնց որ ժամանակին այս Ռուսաստանը հրաժարվեց խորհրդային միության ժառանգությունից աշխարհակաղական տարբեր կետերով Վիետնամից մինչև Կուբա, այսինքն ամենայն դեպս այն ծավալին չէր ոնց որ դա եղել էր մինչև 80-ականների թվականներին, նույն ձևի միգուցե Ռուսաստանը նաև պիտի հրաժարվի աշխարհական, միգուցե ոչ թե մշակութային, ոչ թե տնտեսական, եթե դա լինի, բայց ավելի շատ ներգրավության եւ ռեսուրսների, ասենք, ծախսմանը եւ Կենտրոնական Ասիայում, եւ Հարավային Կովկասում, եւ միգուցե նաև Բելարուսիայի կամ Բալտյան երկրների հետ հարաբերություններում, այստեղ կրկնում եմ ամենաառանցքային խնդիրը, թե արդյոք այդ ռեսուրսները, լինեն դա քաղաքական, լինեն դա ռազմական, լինեն դա տնտեսական եւ աշխարհակաղական, բավարար կլինեն ինչ-որ ավելի ակտիվ քաղաքականություն վարել, թե չէ, այս բան կարծում եմ բոլորին հասկանալի է, որ այն ռեսուրսների ներգրավվածությունը բոլոր հարթակներում ուկրաինական հակամարտության մեջ, որը որ իսկապես էկզիստենցիոնալ բնույթ է ստացել Ռուսաստանի եւ ղեկավարության, եւ երկրի, եւ բյուրոկրատիայի համար դժվար թե հնարավորություն տալիս ինչ որ լուրջ քայլեր իրագործել նաեւ մեր տարածաշրջանում եւ ներառյալ նաեւ Տրամպի առումով։ Արձագանք ունեք, պարոն Վարդանյան։ Եթե կարելի է ես առաջի մեր փուլի հետ կապված, այո, որոշ դիտարկում անեմ, հա, օգտագործելով այս ժամանակը, կարող եմ։ Եկեք այս փուլում հարցերին անդրադառնանք, մենք դեռ 3 փուլ ունենք առջևում եւ դուք դեռ ժամանակ ունենալու փուլ ունենք եւ դուք այդ հնարավորությունը կունենաք, պարոն Վարդանյան, շնորհակալություն։ Անցնենք այս թևին, պարոն Մելիքսյան, խնդրեմ ձեր հարցը։
Ես երևի որ մի քիչ հետաքրքրացնեմ, իմ հարցը ուղղեմ նաև որոշակի սպեկուլյատիվ փորձենք հասկանալ ինչ ենք պատկերացնում։ Պարոն Մովսիսյանին փոխադարձ առավելությունների տակ դուք ինչ լուծումներ եք տեսնում եւ ինչ եք ակնկալում։ Հստակեցրեք ինչ նկատի ունեք Փոխադարձ առավելությունները կապված թրիփի հետ, հա, այն կարգավորումների, որ Ադրբեջանը կապնվում է Նախիջևանի հետ եւ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ իր ներքին եւ արտաքին կապերի համար։ Պարոն Մովսիսյան, այս սպեկուլյատիվ հարցին ինչ կարող եք։ Շատ լավ։ Քանի որ իմ ժամանակամիջոցը ավելի երկար է, նաև երկու դիտարկում ունեմ, անպայման ուզում եմ դա անել։ Մեկ խոչընդոտ ես չնշեցի եւ դրա վերաբերյալ նաև հարց կուղեմ։ Թրիփի ամբողջական իրագործման տեսանկյունից կարծում եմ մեկ ենթակառուցվածքային նախագիծ կա, որ Հայաստանի շահերի դիրքերից ամբողջովին թույլ չի տալիս այն մաքսիմալիզացնել։ Դա Թուրքիայի կողմից Կարս Իգդիր, Արալեկ Դիլիջու ենթակառուցվածքային ծրագիրն է եւ եթե չեմ սխալվում վերջերս ամենաբարձր մակարդակում նշվեց, որ Հայաստանի համար դա խնդիր է եւ Հայաստանը կփորձի այդ հարցը կարգավորել եւ Ռուսաստանի հակազդեցության գործիքների մասով կարծում եմ չնայած նրան որ մենք չենք տեսնում կոշտ գործիքներ, այնուամենայնիվ հատկապես այս նախընտրական շրջանը հաշվի առնելով մենք տեսնում ենք արտաքին տեղեկատվական ու մանիպուլյացիոն տարբեր գործիքների կիրառումը եւ առնվազն քանի որ ես նաեւ երիտասարդական հիմնադրամի ծրագրերի համակարգող մենք նույնիսկ իրականացրել ենք փակ հետազոտություն, որով հիմնական եզրակացությունից մեկն այն էր, որ հատկապես երիտասարդական տարբեր ակտիվիստական խմբեր են թիրախավորվելու եւ այլն, բայց որպեսզի շատ չծանրաբեռնեմ, փոխադարձ առավելությունների մասով այս ամենակննարկված թեմաներ օգոստոսի 8-ից հետո ես հիշում եմ, երբ որ նաև քաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ սա մեկնաբանում են, որ այն ընթացակարգերով, որ Հայաստանը թրիփով տալու է Ադրբեջանին եւ մյուս կողմերին, մենք կստանանք նույն առավելությունները մյուս կողմերի նկատմամբ, բայց կարծում եմ հատկապես թրիփի նախագծի իրականացման շրջանակի հայտարարությունից հետո այդ պնդումը անելը մի փոքր այդքան էլ շնորհալի գործ չէ եւ ես կարծում եմ այստեղ փոխադարձ առավելությունները նկատի են առնվում այն տեսանկյունից, որ այն իրավական, տնտեսական, մաքսային առավելությունները, որ այստեղ Հայաստանը ստացել է, փոխադարձաբար դա կիրառվելու է այլ երթուղիների նկատմամբ։ Հա, այսինքն այստեղ խոսում ենք, որ օրինակ մաքսատուրքեր, տրանզիտային վճարներ, տարբեր օբյեկտերի կառուցում այդ երթուղիների վրա կարծում եմ փոխադարձ առավելությունները այս կոնտեքստում ավելի շատ նկատի ունենք այն առավելությունները, որ կստանա Հայաստանը թրիփ նախագծի շնորհիվ տնտեսական առումով։ Տնտեսական մաքսային, այսինքն այն առավելությունները, այն ֆունկցիաները, որ Հայաստանի շատ հաճախ նշում ենք իրավազորություն եւ այլն, բացի ընթացակարգերը մնացյալ բոլոր հարցերում փոխադարձ առավելություններ կունենա նաեւ Հայաստանը, եթե օգտվի այլ երթուղիներից ու հակառակը։ Դուք արձագանք ցանկանում եք, պարոն Մելիքսյան։ Ոչ, շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն Ուրեմն պարոն Մովսիսյան ձեր հարցի հերթն է։ Շատ լավ։ Ես էլ պարոն Մելիքսյանին կուզեմ հարցնեմ, քանի որ խոսքի սկզբում է նշեցի, որ թրիփի ամբողջովին իրականացման տեսանկյունից, այսինքն որ Հայաստանը առավելագույնը շահեր ունենա, այս պահին կա մրցակցային նախագիծ, ինչպես նշեցի, շատ է նշվում, որ Հայաստանը պետք է կոնկրետ աշխատանք կատարի, որպեսզի այս նախագծի նույնիսկ այս նախագիծը չեղարկվի։ Ես կուզեմ ձեր կարծիքը այս մասով ու եթե դուք համաձայն եք, որ սա մրցակցային առավելություններ է ստեղծում թրիփի նկատմամբ, հայկական կողմը ինչպիսի աշխատանք պետք է տանի, որպեսզի թրիփի ամբողջական շահերը, ամբողջական օգուտները մենք քննարկենք։ Ես կարծում եմ այստեղ մի քանի կարևոր կետեր կան։ Առաջինը մինչև որ սկսեց աշխատել այդ թուրքական ճանապարհը, դա պահանջում է մոտ 5 տարի թուրքական հաշվարկներով, ես կարծում եմ դրանք օպտիմիստական են եւ մենք ունենք դեռ 6-7 տարի առնվազն մինչև որ Կարս Նախիջևանը կկառուցվի, իսկ թրիփի շինարարությունը շատ ավելի արագ կարող է տեղի ունենալ 2-2.5 տարի եւ սրա հետ կապված կարծում եմ շատ կարեւոր է որ մինչեւ այդ շինարարությունը արդեն աշխատի Հայաստանի տարածքով գործող երկաթուղային ցանցը եւ արդեն իսկ հնարավորություն կա եւ այդ առաջարկը արվել ադրբեջանական կողմին բացել Վրաստանի եւ Հայաստանի տարածքով երկաթուղային տրանզիտը դեպի Նախիջևան, որպեսզի մինչեւ թրիփի շինարարության ավարտը Ադրբեջանը հնարավորություն ունենա կապնվել երկաթուղով, այսինքն Բաքու, Թբիլիսի, Վանաձոր, Գյումրի, Երաս, Նախիջևան ուղիով, որը աշխատում է եւ գործող է եւ միայն այդ Երաս հադարակ հատվածը պետք է վերականգնվի, մի քանի կիլոմետրի մասին է խոսքը, եւ որ այդ ճանապարհը սկսի աշխատել, առաջինը հնարավորություն կա ավելի արագ մոդեռնիզացնել Նախիջևանի հատվածը, հետեւաբար ադրբեջանական հայկական կողմը կարող է ավարտել Մեղրի հատվածը եւ դրանից հետո ժամանակ չի պահանջվի, որպեսզի Ադրբեջանը երկաթուղով մատակարարի այդ եւ վերականգնումը կատարի Նախիջևանի տարածքում, այսինքն մենք կշահենք
այդ ժամանակը եւ հավելյալ ժամանակ պետք չի լինելու, որ լինի արդեն գործող կոմունիկացիա։ Այսինքն, եթե հիմա մենք սկսենք աշխատել այդ ուղղությամբ եւ բացվի Հայաստանի տարածքով նախ դեպի Նախիջևան երկաթուղին, Ադրբեջանը կարող է մոտ 2-2.5 տարի ծախսել մոդեռնիզացնելու այդ ճանապարհը, այդ ընթացքում Հայաստանը կկառուցի թրիպը եւ որ բացվի արդեն մենք ունենանք գործող երկաթուղի, ամենահարմար ճանապարհը գնալ Թուրքիա ու միակ ճանապարհը երկաթուղային կլինի հենց Բաքու, Նախիջևան, Երասխ, Գյումրի, Կարս եւ հետեւաբար այս ուղղությամբ պետք են արագ աշխատանքներ եւ կարծում եմ սա շատ կարեւոր է։ Երկրորդը ես կարծում եմ որ նաեւ այլ ավտոմոբիլային կապերի տեսակետից նույնպես Հայաստանի տարածքը ունի շատ մեծ առավելություն, որը ունի ոչ մի ճանապարհ, դա Հայաստանի հյուսիսով անցնող ավտոմոբիլային ճանապարհն է, հա, որ ամենակարճն է ընդհանրապես տարածաշրջանում, եւ ոչ թրիպի հատվածը, ոչ Վրաստանի հատվածները ուղղակի անհամեմատելի են, նաեւ աշխարհագրական առումով հատկապես Վրաստանինը, եւ հետեւաբար նաեւ պետք է մեծ ուշադրություն դարձնել բեռնատարների տրանզիտի բացմանը Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Իջևան, Ղազախ, Բաքու ուղղությամբ, հա, ամենակարճ, ինչպես նշեցի, մոտ 120 կիլոմետր ավելի կարճ, քան հարավով եւ հյուսիսով, եւ այսինքն սկսեն աշխատել առևտրատնտեսական, կոմունիկացիոն այդ գործարքները եւ կարծում եմ, եթե լինեն այլընտրանքներ, արդեն 10 վայրկյան կորոշվեն որն է ավելի նախընտրելի, հա, կողմերի համար։ Շնորհակալություն, դուք արձագանքել ցանկանում եք։ Բոլոր հիմնավորումներից համաձայն եմ ու ինձ թվում է պարոն Մելիքսեթյանի խոսքից պետք է եզրակացնել, որ հայկական կողմի աշխատանքը այստեղ կարևոր է, որպեսզի հատկապես թրիպ ենթակառուցվածքը հնարավորինս շուտ սկսի գործարկվել, շուտ սկսեն աշխատանքները ու կարելի ասել գոնե մինչև այս պահ մենք կարող ենք ասել, որ դինամիկան շատ լավն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք անցնում ենք հաջորդ փուլին։ Այս փուլում Աննա կհիշեցնենք ինչ է տեղի ունենալու։ Հիշեցնեմ, այս փուլում մենք դիտելու ենք վիդեո հատվածներ, Տեսանյութեր, տարբեր այո։ տեսանյութեր, տարբեր հարցազրույցներից, հայտարարություններից, Եվ որից մեր հետո փորձագետները արձագանքելու են այդ տեսանյութերին։ այո, անհատական հարցեր կունենան մեր փորձագետները տեսանյութերի հետ կապված։ Խնդրեմ տեսանյութը։ Հայկական կողմի առավելությունը աշխարհագրությունն է եւ Հայաստանի տարածքով կան այլ ուղիներ, որոնք ավելի կարճ են, Հայաստանի հյուսիսով հատկապես անցնող ուղին մոտ 150 կիլոմետր ավելի կարճ է այս Մեղրիով անցնող ճանապարհից, այստեղ հայկական կողմի խնդիրը իր շահերը ապահովող ենթակառուցվածքներ կառուցելն է եւ ցավոք սրտի այս առումով մենք ավելի պասիվ ենք, հա, այսինքն այդ Վանաձոր Ֆիալետովա հատվածը, Իջևանի հատվածի վերականգնումը, նաեւ Իրանի համար, եթե բացվում է Նախիջևանի սահմանը, երկաթուղին, եթե կառուցում ենք Վանաձոր Ֆիալետովան, մոտ 100 կիլոմետր ավելի կարճ է ճանապարհը դեպի Վրաստան դառնում, քան հիմա Գյումրիով որ գնում են եւ ասենց մի հատ ամբողջ շրջում են, հա, Արագածի շուրջ, այսպես ասած, հասնելու Վանաձոր, այսինքն հայկական կողմը պետք է ավելի պրոակտիվ դիրք զբաղեցնի, քանի որ եւ Թուրքիան է կառուցվում այն ենթակառուցվածքները, որոնց իրենց համար ավելի ցանկալի են, Ադրբեջանը ունի այդ իր պահանջները եւ իրագործում է, այստեղ կարծում եմ մեր սկզբունքը պետք է դա լինի եւ կարծում եմ ժամանակի ընթացքում Կարծես ես քննադատություն լսեցի Հայաստանի կառավարության հասցեին, որ գիտեք գործ չեք անում եւ ինչի օրինակ Իջևան, Վանաձոր, Գյումրի այդ երկաթգիծը կարգի չեք բերում, որ խոսք չգնա միայն հարավային ուղու մասին, հա, Մեղրիով անցնող ուղու մասին։ Դուք այս հարցազրույցը դուք ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, 5 ամիս առաջ եք տվել։ Այս ընթացքում դուք այդ ուղղությամբ ինչ որ տեղաշարժ նկատել եք, թե Հայաստանի կառավարությունը այդ տարբերակը գուցե ընդհանրապես չի քննարկում։ Գիտեք, իսկապես ես կասեի, որ մենք այդ իներտությունը ունենք եւ շատ, քանի որ հակառակ կողմերը արդեն այս ծրագրերը մշակել են շատ վաղուց, օրինակ այդ Կարս Նախիջևան ճանապարհի մասին խոսում են երկաթուղու 90-ականների սկզբից որպես հոդվածների տեսքով, 2005 թվականից սկսվեց քննարկվել որպես գործնական ինչ որ քայլեր մշակելու, հա, 2008-ից հատկապես ակտիվացավ, այսինքն այս ծրագիրը եղել է նաև Ադրբեջանի այս Նախիջևանի հետ կապի մասին կետը, նաև Ղարաբաղյան գործընթացի բանակցությունների շրջանում, բայց հայկական կողմը առնչվելով տարբեր խնդիրների ցավոք սրտի այս տեսլականը օգտագործելով էլի պոպուլյար բառ չի ունեցել եւ հիմա իհարկե արդեն սկսում են խոսել տարբեր հնարավորությունների մասին, այդ թվում Հայաստանի հյուսիսով անցնող ուղիների մասին, ու այստեղ մենք տեսնում ենք տարբեր տեխնիկական խոչընդոտներ, ֆինանսական խոչընդոտներ, ես կարծում եմ, որ հայկական կողմը այնուամենայնիվ այդ վերլուծական կարողությունները չունի, որպեսզի գնահատի նաև այդ ուղիների, ասենք,
հարմարավետությունը, տնտեսական ինչ-որ հեռանկարները եւ այլն, եւ մեզ պետք է նաեւ ինչ-որ կոնսուլտատիվ աջակցություն, եւ գիտենք, որ ամերիկյան այս խումբն է եկել, որ պետք է գնահատի թրիփի, տարբեր տեխնիկական հարցեր կապված թրիփի կառուցման հետ, կարծում եմ, որ ինքը պետք է հետագայում ուղղվի նաեւ Հայաստանի հյուսիս գնահատելու նույն Իջևան-Ղազախ երկաթուղու վիճակը, վերականգնողական աշխատանքների ծավալը, հարմարավետությունը եւ այլն, այստեղ կա նաեւ ռուսական կոնցեսիայի խնդիրը, դուք գիտեք, ռուսական կոնցեսիայի պայմանագրով այնտեղ կան հավելվածներ, որոնք ենթադրում են նաեւ, որ պետք է, եթե բացվի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանը, ներդրումների ծավալը պետք է ավելանա եւ պետք է վերականգնվի նաեւ Իջևան-Ղազախ հատվածը, որ կոնցեսիայի մաս է կազմում, ի տարբերություն օրինակ Մեղրի հատվածից, բայց ես մեծ կասկածներ ունեմ, որ դա կիրականացվի, նաև այն տնտեսական ճգնաժամի պատճառով, որ կան ռուսաստանյան երկաթուղիների հարցում։ Դուք նկատի ունեք խնդիրները, որ վերջերս հայտնի դարձավ այդ ընկերությունը։ Այո։ Ֆինանսական լուրջ խնդիրների Եվ խոսքը մոտ 1 միլիարդից ավել գումարի մասին է, Armenpress-ի հրատարակությունը կա, հավելվածների տեքստը հասանելի չէ, բայց եթե բացվում է հայ-ադրբեջանական սահմանը, այն 572 միլիոն դոլարը, որ պետք է ներդնի Հարավկովկասյան երկաթուղին փակ սահմանների պայմանում աճում է 1 միլիարդ 800 միլիոն դոլարի եւ ես կարծում եմ սա ժամանակային առումով մենք չունենք այդ ժամանակը եւ ֆինանսային առումով Հարավկովկասյան երկաթուղին ի վիճակի չի լինելու դա իրականացնել, սա լուրջ խնդիր է եւ մենք ինչպես նշեցի խնդիր ունենք շատ ավելի արագ լուծումների, որպեսզի Հայաստանի տարածքով գործող կոմունիկացիաները իսկապես այլընտրանք դառնան այն առաջարկներին եւ այն լուծումներին, որ ունեն ադրբեջանական եւ թուրքական կողմերը։ Շնորհակալություն, պարոն Մելիքսեցյան, հաջորդ տեսանյութը թերևս դիտենք, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել, չի համաձայնվել, չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ որևէ ձևով կարող է սահմանափակվել։ Այսինքն սա ուզում եմ մենք հստակ արձանագրենք եւ մենք պատկերացնում ենք, որ այն լուծումները, որոնք առաջարկել ենք, մենք այդ լուծումները պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ Էլի ուզում եմ մենք բոլորը Պարոն Վարդանյան, այս տեսանյութը, որ դիտեցինք, այնտեղ պարոն վարչապետի կարծիքները 1 տարի առաջ նկարահանված կարծիքներ են, եւ մենք տեսնում ենք, որ օգոստոսի 8-ից հետո էլ բոլոր ստորագրված փաստաթղթերով առնվազն փոխադարձության մասին որևէ խոսք չկա։ Եվ մեր մյուս մասնակիցներն էլ խոսեցին այդ մասին, որ կարծես թե փոխադարձության հարցը մի փոքր ուռճացված էր առնվազն։ Ինչ է սա նշանակում։ Հայաստանի իշխանությունները հերթական զիջումն են արել։ Գիտեք, այդ հարցը այն ամենաշահարկվող հարցերից մեկն է, իսկապես շատ կարևոր է, որ այդ հարցը հիմա տալիս եք եւ հնարավորություն ունենք քննարկելու։ Իրականության մեջ այստեղ փոխադարձության սկզբունք նշանակում է, որ թե մեր տարածքում, թե Ադրբեջանի տարածքում որևէ ճանապարհ, հա, ենթարկվելու է այդ ամբողջ գործառնությունը այդ ճանապարհով ենթարկվելու է կոնկրետ երկրի օրենքներին եւ ամբողջական ինքնիշխանությունը պետք է բնականաբար տարածվի բոլոր տեսակի ճանապարհների վրա, բոլոր տեսակի։ Եվ բնականաբար ինչու է այդ հարցը բարձրացել եւ այսօր էլ բարձրացնում են, որովհետեւ ժամանակին կային այնպիսի ինտերպրետացիաներ, մեկնաբանություններ, որ կարծես այդ մեր հարավով անցնող ճանապարհի նկատմամբ ամբողջական Հայաստանը վերահսկողություն չի ունենալու եւ որպեսզի փարատվեն բոլոր տեսակի նման կասկածները եւ մեկնաբանությունները, բազմիցս խոսվում է այն մասին, որ այդ ինքնիշխանության սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, սուվերենությունը, ուրեմն վերահսկողությունը եւ այլն, պետական վերահսկողությունը ամբողջական, դա կարմիր գիծ է, դա մի բան է, որը պետք է պահպանել եւ թրիփի պարագայում ամբողջությամբ դա պահպանվում է։ Ինչու՞։ Որովհետև արդեն ընդունված փաստաթղթի համաձայն, տեսեք, մեր մաքսային եւ սահմանապահ կառույցները ֆիզիկապես ներկա են լինելու, երկրորդը բոլոր տեսակի տուրքերը, մաքսատուրքեր եւ այլն, հա,
գնալու են պետական բյուջե իմիջիալոց սրա հետ կապված բազմաթիվ էլի քննարկումներ են լինում, որ այ տեսեք այդ հարաբերակցությունը կոնսորցիումի 76-24, չէ՞, եթե չեմ սխալվում, այո։ Կարծես թե այդ турքերը այդպես են բաշխվելու, բացարձակապես, դրանք լրիվ այլ բանի մասին են։ Ուրեմն 100%-ով բոլոր տեսակի մաքսատուրքերը համապատասխան ընդունված այդ փաստաթղթի գնալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ համամասնությունը արդեն վերաբերում է կոնսորցիումի, այսպես ասենք, հավելյալ գործունեությանը վերաբերում է։ Այսինքն այնտեղ կլինի, չգիտեմ, օրինակ գործարան, վերամշակման ինչ-որ մի հատ կետ, կլինի ռեստորան եւ այլն, այդ ամեն ինչի կամ ասենք ֆրոնտ օֆիսի հավելյալ ծառայությունները եւ այլն, այս այո բաշխվելու է այդպես, բայց մնացած ամեն ինչը, այսինքն ուղղակիորեն գնալու է պետական բյուջե եւ ամբողջությամբ պաստորեն Հայաստանի Հանրապետությունը տիրապետելու է բոլոր տեսակի տեղեկատվությանը եւ այն ինչ որ ֆրոնտ օֆիսում արվելու է, ֆրոնտ օֆիսը ենթակա է լինելու բեք օֆիսին, այսինքն Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն, դիտենք երրորդ տեսանյութը։ Ոնց որ շատ մասնագետներն են նշում, իսկապես մենք ունենք բավականին լուրջ քաղաքական բաղադրիչ, այդ թվում նաև այցերի, հայտարարությունների, փաստերի միջով, եւ ամենակարևորը թե ինչքանով իմպլեմենտացիան մենք հողի վրա կունենանք եւ տրանսպորտային կոմունիկացիոն էլեմենտը եւ միջուկայինի եւ տեխնոլոգիականի, ոչ միայն ռազմատեխնիկականի, այլ մենք գիտենք որ նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև համագործակցության հեռանկարային էլեմենտներից մեկը նաեւ բարձր տեխնոլոգիաներում դատա կենտրոնների փոխնախագահ Վենցի կոչվից արտահայտված նաև գաղափարները չիպերի հետ եւ այլն, այսինքն այդ բաղադրիչները չափազանց կարեւոր են եւ կարծում եմ նաև չափազանց ամբիցիոզ են Հայաստանի պես երկրի իր ծավալների եւ հնարավորությունների համար եւ այստեղ գլխավոր խնդիրը դա ինչ արագությամբ եւ ինչ տեսքով մենք դա կտեսնենք այդ բոլոր գաղափարների իմպլեմենտացիան։ Պարոն Մինասյան, դուք եք նշում, որ չափազանց հավակնոտ են Հայաստանի պես երկրների համար, այն ինչին մենք ականատես եղանք ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ, երբ որ հայտարարվեցին ըստ էության բազմամիլիարդանոց ներդրումային հայտարարություններ եղան նման ծրագրերի մասին, Հայաստանը նման փորձ չի ունեցել իր 35-ամյա Հայաստանի Հանրապետությունը պատմության ընթացքում։ Ձեզ մոտ կասկածներ չկան, որ մենք կարող ենք ձախողել նման ծրագրերի իրականացումը։ Գիտեք, Հայաստանը ունի տարբեր փորձեր աբսորբելու, տարբեր գումարներ, տարբեր պրոյեկտների շրջանակներում եւ այստեղ խնդիրը ոչ թե կարծում եմ Հայաստանի հնարավորություններն է դա օգտագործելու եւ ներմուծելու, այլ արդյոք մենք իսկապես կունենանք շարունակականություն եւ Միացյալ Նահանգների եւ հնարավոր այլ ասենք դերակատարների, օրինակ եվրոպական բանկինը նույնպես հետաքրքրություն ունի որոշ ձևով ներգրավելու, բայց այստեղ մենք դա արդեն քննարկեցինք, առանցքայինը ինձ համար դա այդ տրամաբանության եւ տրամադրությունների շարունակականությունը, ինչպես քաղաքական կամքի տեսքով, այնպես էլ նաև տնտեսական շահվետության հանգամանքը, որը որ կարող է այս պայն թվում է բավականին տրամաբանական, բայց պայմանները կարող են փոխվել եւ աշխարհակաղակական, եւ տեխնոլոգիական, եւ տնտեսական։ Դե ոչ թե կարող են, այլ սովորաբար փոխվում են այդ պայմանները, հետեւաբար հարց է առաջանում, թե ինչքանով այդ ծրագրերը գործուն կլինեն նաև հաջորդ փուլի պարագայում։ Ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ես կարծում եմ գլխավոր խնդիրը ոչ թե հայկական կողմի ունակություններն ու հնարավորություններն է, ես չեմ կարծում այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, բացի կառավարման վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո։ Եվ քաղաքական, եւ տնտեսական, եւ աշխարհակաղակական հանգամանքների մասին։ Շնորհակալություն։ Մինչ հաջորդ տեսանյութին անցնելը, պարոն Վարդանյան, պարզվեց, որ մենք ձեզ հետ հավելյալ 2% զիջեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներին տոկոսները նշելիս, մեր հեռուստադիտողների համար նշենք, որ 74-26 է հարաբերակցությունը։ Թեև պայմանավորվածության համաձայն 50 տարի հետո տոկոսները հակառակ ուղղությամբ պետք է զիջվեն դեպի հայկական կողմի չափաբաժին, այո, ավելանա։ Մինչև 49% կդառնա Հայաստանի չափաբաժինը։ Կարող ենք դիտել հաջորդ տեսանյութը։
թրիփի մասով, այսինքն փաստացի թրիփը արդեն իսկ թղթի վրա իրականություն է, արդեն մենք խոսում ենք, որ 26 թվականի սկզբին դրա հիմնարկեքի արարողությունը պետք է տեղի ունենա կամ արդեն իսկ փոխնախագահի այցի մասին խոսակցություններ կան։ Ադրբեջանը կասի առնվազն թրիփը արեք, մնացածի մասով չեք ունենա ապաշրջափակում, տեղի չունենա այն հստակ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը կամ ստորագրման փաստը եւ այդպես կարող ենք շարունակել։ Այստեղ Պարոն Մովսիսյան, դուք էլ այս հարցազրույցը մի քանի ամիս առաջ եք տվել, փոխնախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն այցելել է եւ Հայաստան եւ Ադրբեջան, հիմնարկեքի մասին թրիփի դեռևս խոսակցություն չկա, բայց այնուամենայնիվ, կարծում եք այս փուլում արդեն Ադրբեջանի տեսանկյունից թրիփը արեքը ինչ է նշանակելու, արդեն շինարարությունը սկսել, արդեն նույնիսկ ավարտել, թե նաեւ այս թղթերի ստորագրման փուլը կարող է ընկալվել որպես արդեն ավարտ այդ նախապայմանի։ Կարծում եմ ոչ, չի կարելի համարել, որ նաև Վենսի այցից հետո, որ ամեն ինչ ավարտվել է, կարծում եմ հենց նախագծի իրականացման փուլը դեռևս չի սկսվել եւ ես երբ որ հղում էի անում, որ հիմնարկեքի արարողություն կլինի, դա հիմնականում տարբեր մեդիա հրապարակումներում արտահայտված են տեսակետներ, որ գուցե Վենսը այցելի նաև այդ վայր եւ տեղի ունենա այդ արարողությունը, բայց ԱՄՆ փոխնախագահի այցը ցույց տվեց, որ փաստաթղթից դեպի արդեն իրական քայլեր մենք տեսնելու ենք ապագայում եւ ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը այո, սա չի համարելու, որ թրիփը արդեն իսկ իրականացված է եւ հայկական կողմը նույնպես։ Այստեղ շատ կարևոր է միշտ նշել, որ թրիփի իրականացման շուրջ թե շահագրգռվածություն ունի Հայաստանը, թե Ադրբեջանը, մենք նոր նշեցինք ենթակառուցվածքային տարբեր մրցակցային ծրագրերի մասին եւ այդտեղ նշեցինք, թե Հայաստանը ինչ շահեր ունի, ինչպիսի արդյունքներ է ակնկալում եւ նույնը Ադրբեջանի շահերը པարզ են, այստեղ ֆիքսված են, որ այդ ցամաքային կապն է ինքը ստանալու, հետեւաբար ոչ թե սրանով ավարտվել է թրիփի իրականացման շրջափուլը, այս սրանով արդեն սկսում է թրիփի իրականացման շրջափուլը, որտեղ այն նախապայմանի համատեքստում նկատի ունեի, որ ընդհանուր ապաշրջափակման համար էր որպես նախապայման համարվում։ Կարող ենք համարել, որ Ադրբեջանն արդեն իսկ իր կողմից սկսել է այդ քայլերը։ Ադրբեջանը որոշակի սիմվոլիկ քայլեր է արել, մենք տեսել ենք ցորենի ներկրումները, որոշակի այդ տրանսպորտային ուղիների նկատմամբ արգելքներն են հանվել եւ այլն։ Ադրբեջանը սա մենք միշտ պետք է հայկական կողմը սա նշի, որ Հայաստանի լիակատար ապաշրջափակում չէ, որովհետև մենք գիտենք, թե Ադրբեջանի այս սիմվոլիկ քայլերը ապաշրջափակման կոնտեքստում ինչ նպատակ ունեն, որովհետև կա 907-րդ բանաձև, որը մի շարք արգելքներ է դնում Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում եւ Ադրբեջանին այդ բանաձևը ընդունվել է այն կոնտեքստում, որ Ադրբեջանը շրջափակված եւ մեկուսացված է պահում Հայաստանի Հանրապետությունը։ Հայկական կողմի աշխատանքը այստեղ պետք է լինի այն, որ սա դեռևս լիակատար ապաշրջափակում չէ եւ ապաշրջափակման կոնտեքստում, ապաշրջափակման գործընթացում թրիփը միայն մեկ ուղին է, մեկ օղակն է եւ հետեւաբար թրիփով ասել, որ շատերը որ պնդում են, որ արդեն տեղի ունենում Հայաստանի ապաշրջափակում, նման պնդում չի կարելի անել, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են թրիփի իրականացումով, որովհետև Հայաստանը նույնպես բազմիցս նշում է, որ Հայաստանի ապաշրջափակումը կոնկրետ քաղաքականություն է, բայց դրանից չեն կարող պնդել, որ դեռևս Հայաստանի ապաշրջափակումը տեղի է ունեցել։ Այս փուլն էլ ավարտեցինք հաջողությամբ Սարգիս եւ առանց որևէ կանոն խախտելու։ Այո, տարօրինակ է։ Անցնենք մեր հաջորդ, այսպես ասած, փուլին եւ այս փուլում Սարգիս հիշեցնենք, որ մեր մասնակիցներին հարցեր ուղղում են մեր հեռուստադիտողները։ Այդպես վարվելու համար պետք է մտնել Բուն TV սոցիալական հարթակներ, Facebook եւ Instagram եւ հաջորդ հաղորդման թեմայի տակ մեկնաբանություններում գրել հարցեր։ Իսկ այս թեմայի համար մենք արդեն ունենք 2 հարց եւ հիմա կընթերցենք դրանք։ Առաջին հարցը մենք տեսնում ենք, որ այն ուղղել է Նադիա Գալստյանը եւ նա հարցնում է. Միջազգային հարաբերություններում կլինեն ռեգրեսներ եւս։ Արդյոք պլյուսները Հայաստանի համար ավելի ծանրակշիռ կլինեն, քան մինուսները։ Խնդրեմ։ Ըստ ցանկության է այս հարցերին պատասխանեցեք, պարոն Մովսիսյան։ Ես փորձեմ, իմ կարծիքով միջազգային հարաբերությունների պլյուսներից, մինուսներից խոսելը ինքը շատ ընդհանուր է, որովհետև միջազգային զարգացումները իրենք համաշխարհային բնույթ չեն կրում, այսինքն կան զարգացումներ, որ առնչվում են Եվրոպային կամ Հարավային Ամերիկային, չգիտեմ, Աֆրիկային, տարբեր հատվածներին, բայց այլ երկրներում, այլ հատվածներում լրիվ հակառակ տրամաբանությամբ են զարգանում։ Ես կարծում եմ 90-ականներին միջազգային հարաբերություններում կար որոշ առումով պրոգրես,
բայց եթե մենք նայում ենք հարավային Կովկասը, այստեղ բոլոր երկրներում կար կոնֆլիկտներ, նույնիսկ Վրաստանում քաղաքացիական պատերազմ եւ այլն, այն գործընթացները, որ գնում են հիմա Եվրոպայում Ուկրաինայի հետ կապված, եւ այն գործընթացները, որ գնում են հարավային Կովկասում, նույնպես հակադիր տրամաբանություններ ունեն, կա Վրաստանի գործոնը, որ նախկինում մի տրամաբանությամբ էր, հիմա ուրիշ տրամաբանություն է եւ այլն եւ այլն։ Ես չեմ կարծում, որ կարելի է խոսել ընդհանուր այդ ազդեցությունների մասին։ Հայաստանի դեպքում, եթե մենք գնում ենք այս պայմանավորվածությունների եւ այս արտաքին քաղաքականության հարաբերությունների տրամաբանությամբ, իմ կարծիքով մենք ունենք տարբեր հնարավորություններ եւ շատ կարեւոր է, որ նույն տեխնոլոգիական այս ասպեկտը, որի մասին չխոսեցինք, այն տեխնոլոգիաները, որոնց մուտք է ստանում Հայաստանը, իրենք լրջագույն տեխնոլոգիաներ են եւ մի քանի տարիների ընթացքում գործընթաց է գնացել, նաեւ նախկին վարչակազմի շրջանում, որ մենք ստացել ենք այդ հնարավորությունները եւ այս 4 միլիարդ դոլարի ներդրումի հնարավորությունը դատա ցենտրերի արհեստական բանականության բնագավառում զարգացումների, նույն YouTube-ի մոնետիզացիայի մանր հարց է, բայց էլի շատ կարեւոր։ Դրանք իմ պատկերացմամբ, եթե խոսում ենք թրիփի իրագործման, երկաթուղիների, այլ կոմունիկացիաների շինարարության եւ այլն, սրանք Հայաստանի համար ավելի շատ հնարավորություններ են եւ մոտ ապագայում, եթե կտրուկ ոչինչ չփոխվի, ես օպտիմիստ եմ եւ ես համարում եմ, որ մենք նոր հնարավորություններ ենք ունենալու։ Շնորհակալություն, այս հարցին եւս մեկ արձագանք կարող ենք ունենալ։ Գիտեք, իսկապես պլյուսների եւ մինուսների մասին երբ որ խոսում ենք, այստեղ պետք է հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք, հա, որովհետեւ ինչ որ մի բան կարող է մեկ այլ երկրի համար պլյուս լինել, այդ նույն զարգացումը այլ երկրների համար մենք խոսում ենք Հայաստանի մասին, բայց թույլ տվեք ձեզ մեկ հարց էլ էսպես ուղղել, պարոն Մելիքսեցյանը խոսեց պլյուսներից, միթե մինուսներ չկան։ Դե տեսեք, հնարավոր իհարկե մինուսներ կարող են լինել, պոտենցիալ մինուսներ, օրինակի համար տարածաշրջանում կարող է լինել պատերազմ, հա։ Մենք չենք կարող նման բան բացառել։ Մենք գիտենք, որ կա Իրանի, այսպես ասած, հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Իսրայել-Իրան հարաբերություններ, հա, որոնք այսպես չեն կարող ասել, որ դեռևս լուծված են այդ հարաբերությունները, այսինքն կոնֆլիկտը այդ պետությունների միջև, բայց խնդիրը այն է, որ մենք այնուամենայնիվ մեր համար, երբ որ դիտարկում ենք, հա, ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ շատ քիչ հավանական է, որ որևէ կոնֆլիկտ, որը կարող է լինել մեր տարածաշրջանում, ուղղակիորեն կարող է ազդել Հայաստանի վրա։ Ինչու՞, որովհետև առաջինը, մենք տարածաշրջանում այն երկրների հետ, որոնց հետ ունեինք խնդիրներ, կամ այն երկրները, որոնք մեր հետ խնդիրներ ունեին, այսօր մենք գնում ենք դեպի կոնֆլիկտների լուծման ճանապարհով եւ ըստ էության կա մթնոլորտ, կա փոխըմբռնում, որ հակամարտությունը այլևս անցյալում է, հա։ Երկրորդ հանգամանքը մենք Միացյալ Նահանգների հետ, որը համար մեկ գերտերությունն է, ունենք այսօր ըստ էության արդեն հատուկ հարաբերություններ, կարելի է այդպես ասել, եւ Միացյալ Նահանգները նաեւ շատ լավ հարաբերություններ ունի մեր հարևան երկրների հետ, ինչը մինիմիզացնում է, այսպես ասած, կոնֆլիկտների ազդեցությունը մեր վրա բացասական առումով, այսպես ասած։ Շնորհակալություն, դիտենք մեր հեռուստադիտողներից հաջորդ հարցը։ Դիտենք եւ ընթերցենք Նայրա Սարգսյանը, ես ընթերցեմ հարցը, Աննա, JD Vance-ի այցը ինչ քաղաքական ուղերձ է փոխանցում տարածաշրջանին եւ Հայաստանին, արդյոք նման այցերը ազդում են իրական քաղաքական գործընթացների վրա, թե ունեն ավելի սիմվոլիկ նշանակություն։ Պարոն Մինասյան։ Շատ լավ։ Կարծում եմ մոտակա 1-2 շաբաթվա ընթացքում այս հարցի շուրջ կշարունակվի այն ալիքը մեկնաբանությունների եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ տարածաշրջանի մասնագետների եւ այդ ալիքի ծավալը ցույց է տալիս, որ այո, իսկապես մենք ունենք մի կողմից շատ լուրջ սիմվոլիկ այց, վերջով դա ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան էր, որը որ այցելել էր եւ Հայաստան եւ Ադրբեջան անկախության շրջանում ընդհանրապես, բայց մյուս կողմից նաև դա նշանակում է, որ այդ աստիճանի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ավելի շատ ամրացնում է այն դիրքորոշումները կամ այն ռազմավարական մոտեցումները, որոնք որ ունեն Միացյալ Նահանգների ադմինիստրացիան մեր տարածաշրջանի շուրջ, եւ որը որ նաև արտացոլվում է եւ թղթի վրա եւ հուսանք նաև հողի վրա,
Տրամպի նախագծով առաջինը եւ Տրամպի հետ պայմանավորված նաեւ բազմակողմ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կնքվող եւ քննարկվող տարբեր համագործակցության ձևաչափերի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Մովսիսյան, դուք ինչ ուղերձներ եք տեսնում Հայաստանին ուղղված, գուցե տարածաշրջանին ուղղված։ Քանի որ հարցը տրվել էր եւ այն կոնտեքստում, որ արդյոք սիմվոլիկ նշանակություն ունի թե ոչ, պետք է եթե պատասխանենք ունի ոչ միայն սիմվոլիկ նշանակություն, այլ այդ սիմվոլիկայից բխող նաեւ կոնկրետ նշանակալի քայլեր։ Կարծում եմ, իհարկե գործընկերներից տեղը չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց կարծում եմ օգոստոսի 8-ին, եթե որևէ մեկը ասեր, որ 6 ամիս հետո Հայաստանը կունենա ռազմական պաշտպանական համագործակցության կոնկրետ արդյունքներ, որը կհայտարարվի Հայաստանում, որը կցուցադրվի Հայաստանում, կարծում եմ շատերս կասենք, դե մի քիչ շատ անհավանական սցենար է, բայց այդ անհավանական սցենար ունենք, իսկ տարածաշրջանային այցի մասով նախ կա այդ նեղ օրակարգ օգոստոսի 8-ի հուշագրերը, որով ԱՄՆ փոխնախագահը այցելելով տարածաշրջան ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն այդ հանձնառությունը միջևերջ շարունակելու, որպեսզի դրանք իրականություն դառնան, ոչ թե թղթի վրա մնան։ Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից հետո շատերս ունեինք այդ մտահոգությունները, որ գուցե սա ինչ որ նվազ, կարճաժամկետ ազդեցություն ունենա, բայց մենք այս այցից հետո արդեն խոսում ենք միլիարդանոց տարբեր ծրագրերի, արհեստական բանականության, կիսահաղորդիչների ոլորտում կոնկրետ համագործակցության մասով, եւ քանի որ կար նաեւ մի տեսանկյուն, որ փոխնախագահի Բաքու այցից հետո պետք է համապարփակ գնահատել, թե ինչ տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ գնահատելով երկու այցերն է կարող ենք ասել, որ կոնկրետ որոշակի ռազմավարական ուղղություններում ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիայի հետ Հայաստանը ունի առավել լավ դիրքեր, քան ունի Բաքուն, որտեղ այնտեղ ստորագրվեց ռազմավարական համագործակցության խարտիան, որը Հայաստանը կնքել էր 1 տարի առաջ, իսկ Հայաստանը արդեն 1 տարի հետո այդ կոնկրետ խարտիայից բխող կոնկրետ ուղղություններում եւ օգոստոսի 8-ին կնքված 3 հուշագրերից կոնկրետ ուղղություններում արդեն ունի կոնկրետ արդյունքներ։ Կարծում եմ սա ոչ միայն սիմվոլիկ նշանակություն ունի այցը, այլ նաեւ կոնկրետ շոշափելի համագործակցության մասին է խոսում։ Շնորհակալություն, այս փուլն էլ ավարտեցինք եւ մոտեցանք մեր վերջին 5-րդ փուլին, ամփոփիչ փուլին, որը կարող եմ ասել մեր ամենաժողովրդավարական փուլն է, որովհետեւ այստեղ դուք ունեք հնարավորություն ասելու ամփոփիչ խոսք 3 րոպեի շրջանակներում, բայց պարտավոր չեք դա անել։ Այո, պարտավոր չեք, բայց ես հիշում եմ, որ մեր հաղորդման ընթացքում պարոն Վարդանյանը, եթե չեմ սխալվում, պարոն Մելիքսեցյանը ունեին այսպես որոշակի հարցերին անդրադառնալու կարիք։ Խնդրեմ պարոն Այկ, ով է ցանկանում։ Պարոն Վարդանյան, դուք 3 րոպե։ Շնորհակալություն։ Մասամբ արդեն ասեցի այն, ինչ որ ուզում էի ասել, այդ տոկոսային հարաբերակցության հետ կապված, հա, եւ կարեւոր իհարկե շտկում արեցիք։ Տեսեք, անխոչնդոտի հետ կապված նաեւ շատ տարատեսակ այսպես մեկնաբանություններ կան եւ նաեւ շահարկումներ։ Իրականության մեջ անխոչնդոտը հատուկ նշված է իհարկե թրիփի համար, այն կոնտեքստում, որ բարդություններ չեն լինելու, ուրեմն այն, չգիտեմ, քաղաքացիների կամ այն բեռների, հա, այն կազմակերպությունների համար, որոնք անցնելու են այդ ճանապարհով, շատ բարձ պատճառով, որովհետև այնուամենայնիվ Ադրբեջանը իր մայր ցամաքային, այսպես ասենք, հա, տարածքից կապվում է, ու շատ կարճ դա բնականաբար կապ է, կապվում է իր մեկ այլ տարածքի հետ, հա, Նախիջևանի հետ։ Եվ տրամաբանությունը ասում էր, որ հատուկ որոշակի այստեղ պետք է լուծումներ լինեն, եւ այստեղ միակ հատուկ լուծումը փաստորեն front office, back office տարբերակն է լինելու։ Բայց այդ front office, back office-ը որևէ կերպ չի նշանակում, որ այդ ճանապարհը, չգիտեմ, ինչ որ էքստերիտորիալ կարող է նշանակությունել լրիվ հակառակը։ Այսինքն շատ հստակ, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությամբ, սուվերենության ուրեմն հարգմամբ եւ այլն այդ ամեն ինչը տեղի է ունենալու։ Հիմա այստեղ կարող են ասել հետեւյալը, իսկ Ադրբեջանի տարածք մտնելիս արդյոք հայերը կամ հայ բեռներ, մի խոսքով, կազմակերպությունները եւ այլն front office-ին եւ back office-ին ադրբեջանական։ Այստեղ պետք է ասենք, որ նման պայմանավորվածություն չկա։ Այսինքն front office, back office-ը վերաբերում է միայն թրիփին եւ պետք չէ փոխադարձությունը հասկանալ այս ձևով, որ եթե ուրեմն մեր մոտ կա front office, back office, ուրեմն իրենց մոտ էլ պետք է լինի։
բայց դա չի բացառում, որ դա կարող է իրենց ցանկությամբ, հա, օրինակ Ադրբեջանի ցանկությամբ նույնպես լինել, որովհետև իսկապես դա տարբեր խնդիրներ լուծող բան է եւ շատ հեշտացնում է ըստ էության գործառնությունը եւ նաեւ մենք գիտենք, որ տարբեր երկրներում այդ հնարավորությունը կան, այսինքն տեխնոլոգիաները հասել են այն մակարդակի, որ մարդը կարող է չշփվել սահմանապահի հետ օրինակի համար եւ անցնել սահմանը։ Օրինակ Դուբայից երբ որ վերջերս գալիս էինք, հենց այդպես եղավ եւ Դուբայից Երևան գալուց ես նույնիսկ չհասկացա, թե ոնց ես անցա սահմանը, հետո հասկացա, որ ուղղակի անձնագիրը ուրեմն կցելով համապատասխան այդ սարքին, այդ ուրեմն ստուգումը տեղի ունեցավ։ Շնորհակալություն։ Պարոն Մելեքսեթյան։ Ես անդրադառնամ ձեր թուրքական այդ աշխարհի կապող կոմունիկացիայի հարցին, որովհետև ինքը իրական շատ կարևոր է։ Գիտեք, մեր կոնֆլիկտի պայմաններում եւ նաեւ ազգային ինքնության այս հարցը գուցե ինչ-որ ներքին նշանակություն ունի, բայց նայեք օրինակ Ղազախստանի դերը։ Ղազախստանը միացել է Աբրահամյան ակորդներին, որը Իսրայելի աջակցության ձևաչափ է եւ Միացյալ Նահանգների կողմից այո, եւ Ղազախստանը ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր ԱՄՆ-ի հետ, հիմա ակտիվ քննարկվում է նաեւ այդ միներալների, հողային մետաղների արտահանումը հենց Ղազախստանից այս միջին միջանցքի եւ նաեւ թրիփի միջոցով դեպի արևմուտք եւ այստեղ կան հստակ շահեր, որոնք հակասում են նույն Թուրքիայի օրակարգին եւ Ղազախստանը եւ Թուրքիան ունեն հակառակ մոտեցումներ նույն այդ Իսրայելի հարցում, հակառակ շահեր եւ նաեւ թուրքական կողմը գուցե ավելի զգուշավոր է ամերիկյան մասնակցությամբ թրիփին, Ղազախստանի համար սա մեծ հնարավորություն է։ Այսինքն պետք է հասկանալ, որ ցանկացած պետություն, երբ որ Ռուսաստանի մոնոպոլիան կար հետխորհրդային տարածաշրջանում, թուրքական պետությունների, թուրքալեզու պետությունների համար Թուրքիան եզակի այլընտրանքներից էր եւ եզակի արտաքին ուժերից էր, որի միջոցով իրենք կարողանում էին կապնվել արտաքին աշխարհի հետ։ Եվ որ մենք բացում ենք այս նոր կոմունիկացիայի միջոցներ, ենք ստեղծում նաեւ իրենց այլընտրանքներն է շատանում եւ օրինակ հիմա Ղազախստանը ունի մոտ 2 անգամ ավելի մեծ առևտրատնտեսական ծավալ Չինաստանի հետ, քան Ռուսաստանի հետ ունի։ Եվ պետք է նշել, որ բոլոր կենտրոնական ասիական պետությունները ունեն իրենց առանձնահատկությունները, ունեն իրենց հստակ ինքնությունները, եւ այստեղ այն օրակարգը, որ մենք պատկերացնում ենք ինչ-որ թուրքական շղթայի, թուրքական կապերի մասին, իրենք ուղղակի մեր ներքին ավելի շատ ֆոբիաների արդյունք են։ Եվ ես կարծում եմ, ինչպես նշել եմ, եթե թուրքական աշխարհի կապող օղակը լինելու է Հայաստանի ամենադժվարամատչելի տարածքներով անցնող այն նեղ հարթավայրով Արաքսի անցնող ճանապարհը, որը ինչ-որ քարերի երկրաշարժի արդյունքում կարող է փակվել, շատ վատ է թուրքական աշխարհի կապերի համար, բայց ես ենթադրում եմ, որ իրենք ավելի մեծ հնարավորություններ ունեցել են եւ նախկինում, եւ այստեղ այս գործոնը իրականում ակտուալ չէ։ Երկրորդը իհարկե շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ այս ձևաչափի համար, որը հետաքրքիր է եւ կարծում եմ շատ օգտակար է իսկապես փորձելու հասկանալ ինչ է կատարվում մեր քաղաքական կյանքում, հա, եւ շատ օգտակար է նաեւ այս վարքյանաչափը, որովհետեւ ես սովորություն ունեմ երկար խոսել, իսկ հիմա ինչ սահմանափակում է։ Անդա, եթե թույլ կտակ, պարոն Մինասյան, մենք հիմնականում այսպես գովեստի խոսքեր արժանացրեցինք այսօր, խոսում ենք Միացյալ Նահանգների դերակատարության մասին, երաշխիքներից, բայց Միացյալ Նահանգների պատմությունը նաեւ այսպես ասած բացասական կողմեր։ Օրինակ մենք հիշում ենք վերջերս Միացյալ Նահանգները ինչպես դուրս եկավ Աֆղանստանից։ Մեկ օրում մարդիկ կախվում էին ինքնաթիռներից, նման օրինակներ Միացյալ Նահանգների պարագայում եւս եղել են։ Ես ուզում եմ հետեւաբար հարցնել, իհարկե դուք կունենաք հավանաբար ձեր ամփոփիչ խոսքը, դուք այստեղ չեք տեսնում վտանգ մեզ համար, որ հիմա էլ ամեն ինչ կապում ենք Միացյալ Նահանգների հետ, իսկ եթե մի օր այդպես դուրս գան։ Գիտեք, բնական է, որ այդ վտանգը կա եւ այդ վտանգը նույնպես բնականաբար ոչ միայն Հայաստանին է վերաբերվում, այլ շատ այլ երկրներ, որտեղ նախորդ քաղաքական իրականությունում ես շատ հաճախ նշում եմ, որ Միացյալ Նահանգները հանդիսանում են տարածաշրջանային երկիր բոլոր տարածաշրջաններում։ Սակայն թվում է, թե այս ձևափոխվող աշխարհակարգում Միացյալ Նահանգները մի քիչ այլ ձևով են փորձում գնահատել առաջնահերթությունները եւ նաեւ օրինակ այն փաստաթուղթը, որը ընդունվել էր վերջերս Միացյալ Նահանգների ներկայիս ադմինիստրացիայի կողմից, մեր տարածաշրջանը այդքան էլ առաջնահերթ չի դիտարկում
եւ նույնիսկ մերձավոր արևելքը, որ տասնյակ տարիներ հանդիսանում էր ուշադրության կենտրոններից մեկը ռազմավարական Միացյալ Նահանգների համար, այդքան էլ այդպես չէ։ Այդպես որ այդ վտանգը կա եւ այո, Միացյալ Նահանգները շարունակելով հանդիսանալ աշխարհի ամենամեծ ուժեղ եւ հարուստ երկիր բոլոր տեսանկյուններից, նաեւ ունի բնավորություն ժամանակ առ ժամանակ փոխել իր գերակայությունները։ Դրան նույնպես պիտի պատրաստ լինենք եւ մյուս կողմից էլ նաեւ այո մենք ձեր նշած ձևով ավելի շատ ինչ որ մենք եւ նաեւ հասարակական փորձագիտական դաշտի մի մասը բավական ողջևորված են քննարկում այս նախագծի հեռանկարները երկու հանգամանք առաջինը մենք պիտի հասկանանք որ այս նախագիծը ստեղծվել էր եւ իրականություններ դարձրել այն ռազմավարական եւ ռազմաքաղաքական իրականություն որը ստեղծվեց 20 եւ 23 թվականներից հետո եւ նույնպես դա պիտի հասկանանք եւ դիտարկենք առաջինը եւ երկրորդը նաեւ տարածաշրջանային կոմունիկացիոն գլոբալ պրոյեկտների իրագործումը Կարս, Ախալկալակի, Բաքու, Թբիլիսի, Ջեյխան եւ մնացածները ցույց են տալիս, որ այո, որոշ չափով դաշնակցություն ունեցել են, բայց ես չէի նշի, որ լիովին փոխել են ամբողջ աշխարհակաղակական, տնտեսական եւ ամենակարևորը ներքաղաքական եւ սոցիալական պատկերը մեր երկրների, չնայած որ այդ այդությունը բավականին մեծ էր։ Մեր դեպքում կարծում եմ կա եւ դրա հնարավորությունը եւ այն վտանգները, որի մասին մենք ձեզ հետ արդեն քննարկեցինք։ Պարոն Մովսեսյան, ես վստահ եմ դուք էլ կօգտվեք ամփոփիչ խոսքի ձեր հնարավորությունից, ուզում եմ առաջարկել անդրադառնանք այդ խոսքում նաև այն հարցին, թե արդյոք մենք իսկապես այս անգամ էլ ամեն ինչ կապում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե բալանսավորման քաղաքականության մասին խոսույթը միայն հայտարարությունների մակարդակով չէ։ Շատ լավ։ Կարծում եմ, երբ որ նշում ենք տարբեր վնասարար նարատիվներ, որոնք թիրախավորում են այս նոր հայ-ամերիկյան օրակարգը եւ թրիփը, մյուս կողմից ավելի վնասար է, երբ որ մենք ԱՄՆ-ին հերթական փրկչի կերպարով ենք ներկայացնում, այսինքն մենք պետք է այս գործընկերության օրակարգը դիտարկենք Հայաստանի բալանսավորման քաղաքականության տեսանկյունից, օրինակ կարող ենք օրինակ ռազմական պաշտպանական բնագավառը վերցնել, ամենայն հավանականությամբ էլի կանխատեսումներ չանելով ԱՄՆ-ն դժվար թե ինչ որ հարվածային ռազմական մատակարարումներ անի Հայաստանին։ Բայց Հայաստանը կարող է պաշտպանական միջոցներ ձեռք բերել ԱՄՆ-ից եւ այդ տեսանկյունից օգտագործել Հայաստան-ԱՄՆ օրակարգը։ Բայց մյուս կողմից Հայաստանը կարողանում է տարբեր զինտեխնիկաներ ձեռք բերել, օրինակ Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ այս տեսանկյունից պարզ օրինակով պետք է ցույց տալ, թե որն է բալանսավորման քաղաքականությունը եւ պետք չէ ամենևին սրա վրա հիմնվելով նշել, որ մենք ունենք արդեն ավելի լավ փրկիչ, որը Հայաստանի բոլոր հարցերը կլուծի։ Այս առումով սա երկու կարևոր բանի եմ ուզում անդրադառնալ թեմայի, մենք իհարկե այսօր խոսում ենք դրական ու բացասական կողմերի մասին, բայց նաև շատ կարևոր է ներկայացնել այն կոնտեքստը եւ դինամիկան, որի արդյունքում մենք ունեցանք այս պայմանավորվածությունները, որի մասին շատ հաճախ մոռանում ենք։ Ըստ էության 2020-ից հետո, երբ որ կար նոյեմբերի 9-ի հայտարարության ճարտարապետությունը, իմ կարծիքով առավելապես արտաքին գործոններով պայմանավորված, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով, Ռուսաստանի ազդեցության նվազմամբ եւ այլն եւ դրանից բխող այլ հետևանքներով նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը ամբողջովին փլուզվել էր։ Այսինքն մենք ունենք հայտարարության մի տեքստ, որտեղ կարելի ասել հայկական կողմը իր արդյունքները, իր ակնկալիքները չստացավ եւ մեղադրել ասել այ տեսեք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որտեղ սենց տարածված խոսույթ կա, որ այ միջանցքը կտայինք, բայց գոնե կունենայինք Լեռնային Ղարաբաղ, սա բավականին տարածված մոլորություն է, որովհետև ըստ էության հայկական կողմը ձգտում էր արդեն իսկ 2022 թվականին պահպանել իր ինքնիշխանությունը, իր տարածքային ամբողջականությունը եւ չէր կարողանում նույնիսկ սպասարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը։ Եվ այս կոնտեքստում, երբ որ տեղի ունեցավ արցախցիների տեղահանումը եւ հայկական կողմը միայն կարողանում է սպասարկել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման օրակարգը, եւ մենք նաեւ պետքարտուղար Ռուբիոյի վերջին հայտարարության վրա նաեւ կարող ենք ֆիքսվել, որ հայտարարվեց, որ նախորդ տարի գարնանը մեծ պատերազմ է կանխվել, այսինքն այս կոնտեքստում, երբ որ պատերազմի հավանականությունը բավականին բարձր էր, այս ձեռքբերումները բավականին պետք է այս դինամիկայի կոնտեքստում ներկայացնել եւ նաեւ ներքաղաքական իմաստով մենք առաջիկայում ունենալու ենք ընտրություններ եւ կարծում եմ
Հայաստանի այս ընտրությունները Հայաստանի անկախության պատմությունից ի վեր ամենալուրջ ազդեցություն են ունենալու Հայաստանի թե արտաքին քաղաքականության վրա, թե հետագա ներքաղաքական կյանքի կազմակերպման վրա։ Շնորհակալություն շատ։ Դե ինչ, արգելի ունկնդիրներ, հյուրեր, ավարտվեց մեր առաջին թողարկումը, առաջին բում բանավեճը։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին Հիշեցնենք, որ յուրաքանչյուր շաբաթօրը երեկոյան ժամը 8-ին մենք սպասելու ենք ձեզ։ եւ սպասելու ենք նաեւ ձեր հարցերին եւ ակտիվ մասնակցությանը մեր հաղորդաշարին։ Մինչ հանդիպում։ Հաջողություն։